Եվ եթե այդ մարդիկ չեն տեսնում, որ հայրենիքի կորսման մեջ իրանք դերակատարություն ունեն կամ չեն զգում դա, մենք պարտավոր ենք ասել, մեղմ ասել, քնքուշ ասել, մի քիչ կոպտացնել, հետո սրել իրավիճակը, սրել, որպեսզի այդ մարդիկ հասկանան, որ արա, ոնց, արդեն Գառնիկը մարդ, որ մեզ կրծքով պաշտպանում էր, որ մեզ համար պատրաստ էր կյանքը զոհաբերել, հիմա մեզ արեսի չեր է ասում, ուրեմն ինչ-որ մի բան են չի, և մի հատ փորձեն հասկանալ, արա, որ իշխանությունը, թալանած փողը, կղզիները, տարբեր Սեյշելյան կղզիներում կամ Կարիբյան կղզիներում հանգստանալը հայրենիք չի, որ հայրենիքը ուրիշ բան է։ Ես էլ 7 տարի Հայաստանից դուրս գալու թույլտվություն իրավունք չունեմ։ Կամ եւ որ ունեցել եմ ինչն է փոխվել, ոչ բան։ Ամենաճոխ տեղը, որ ես հանգստացել եմ սաղ կյանքում, դա Սևանի ափի Շորժայի ուրեմն բանն է, պանսիոնատը, դենց է կոչվում պանսիոնը։ Բոլորը գիտեն, իմ աշխատակիցներն էլ ամեն տարի տոմս էինք վերցնում, գնում էինք Սևան, մեր արձակուրդը անցկացնում։ Միշտ է տենց եղել։ Դրա համար ինձ համար ամենակարևորը դա իմ հայրենիքն է։ Արցախը կորցրինք այս կարգի ստատուս գրողների պատճառով, որոնք չուզեցան ճշմարտությունը հասկանալ։ Հիմա էլ Հայաստանն է կորցնում, ժամանակն է սթափվելու, թե չէ, նույնպես եմ կրկնում, ինձանից պաշտպանել Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, հայ հեղափոխական դաշնակցություն։ Ուրեմն հայ հեղափոխական դաշնակցության այսօրվա բյուրոյի ներկայացուցիչը իմ դասընկերն է։ Իմ դասընկերն է, Արմեն Ռոստոմյանը իմ դասընկերն է, իմ հարսանիքի քավորն է, իմ երեխեքի քավորն է։ Հիմա Արմեն Ռոստոմյանին ուզում եք ինձանից պաշտպանել։ Ման որևէ դաշնակցականի։ Դա աբսուրդի ժանրից է, բայց ես վատ եմ զգում, որ այն կուսակցությունը, որ իմ համար ամեն ինչից վեր է եղել, այսօր ցավոք սրտի ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորությունը կորցրել է, որտեղ ինչ-որ մարդկանց մանդատ է պետք։ Իսկ մանդատ կարող են իրանք ստանալ իբրև թե իրանց մտածելով, որ եթե Քոչարյանի հետ գնան ընտրության, տենց չի։ Դաշնակցությունը վաղուց կարող էր Հայաստանում իշխող կուսակցություն լիներ։ Թե չէ բան են դարել ինձանից պաշտպանում։